Շատ ուրախ եմ բոլորիդ նորից տեսնելու։ Հարկ Աստծո, որ Աստված առողջություն տվեց, կյանք տվեց, նորից կարող ենք հավաքվել Աստծո տանը և ուսումնասիրել իր խոսքը։ Թող Աստված մեզ շնորհտա, Սուրբ Հոգին տա, որ մենք հասկանանք, ընդունենք մեր սրտի մեջ և իրագործենք մեր կյանքում։ Այսօրվա դասը շատ հետաքրքիր և շատ կարևոր է, կոչվում է հիշիր, մի մոռացիր։ Եվ հիշելու համարն է B օրինաց, երկրորդ օրինաց 9 գլուխ, հիշիր, մի մոռացիր։ Որ քո Տեր Աստծուն բարկացրիր անապատում, Եգիպտոսի երկրից քո դուրս ելած օրից մինչև քո այստեղ գալը անհնազանդ էիք Տիրոջը։ Ամբողջ Աստվածաշունչում միշտ հանդիպում է երկու բառ՝ հիշել և մոռանալ։ Եվ երկուսն էլ առնչվում են մարդու հետ, մարդու մտքում կատարվող գործընթացների հետ։ Եվ Աստված հաճախ է ասում հիշիր։ Օրինակ 4 պատվիրանն է, չէ՞ ասում հիշիր։ Հիմա ինչ եք կարծում, այսինքն հիշողության մասն ենք այսօր խոսալու, ինչ եք կարծում, հիշողությունը ինչի հետ է կապված, ինչի է մարդը որոշ բաներ հիշում, որոշ բաներ չի հիշում։ Օրինակ Սաղմոսներ 77:11-ում Դավիթը ասում է, հիշում եմ Տիրոջ գործերը, որտեղ հիշում եմ հավիտենականության քո հրաշքները։ Այսինքն ստեղ խոսքը գնում է ոչ թե այդքան շատ ընդհանուր հիշողության մասին, այլ արդյոք մենք հիշում ենք, թե Աստված ինչ արել մեր կյանքում։ Եվ ինչի է դա կարևոր, որ մենք հիշենք։ Հիմա մարդիկ կան, որ հիշում են, մարդիկ կան չեն հիշում, ինչի հետ է դա կապված, ինչ եք կարծում։ Կարծում եմ կապված է ինչի վրա է կենտրոնացած։ Այսինքն մենք գիտենք, որ ուղեղի մեր մի մասը ինքն է թողում կամ բլոկ անում, ինչ միտք որ գալիս է։ Այսինքն ինչը որ մեզ հետաքրքրում է, մենք թողում ենք, որ մտնի ու բուն դնի, հիշենք, չէ, մեր հիշողության մեջ մտնի։ Ինչը որ մեզ հետաքրքիր չի, ոնց որ ասած վանում ենք։ Այսինքն ստեղ պայքար է գնում։ Ինչի պիտի մարդ չուզենա, որ ինքը հիշի, թե ինչ Աստված արել իր կյանքում։ Ինչի։ Որովհետև կա երկրորդ, ոնց որ ասած տարբերակ։ Ինքը կսկսի իրան մեծարել դրա մեջ։ Այսինքն եսը, երբ որ մարդու եսը շարունակում է իր գործը, ինքը արդեն չի ուզում հիշի, թե որ Աստված այդ է արել, որ Աստծո շնորհքն է, ոչ թե իրան։ Ինքն է կետրում։ Կարդանք Ծննդոց 9 գլխի 8-ից 17 համարը, որտեղ առաջին անգամ հիշել բառն ասում Աստվածաշնչում։ Երբ համաշխարհային ջրհեղեղից հետո Տերը Նոյին ասաց, որ երկնքում ծիածան կլինի, որպես համայն երկիր իր ուխտի նշան, որ այլևս երբեք երկիրը չի կործանի ջրհեղեղով։ Ահա ես ձեզ հետ ու ձեզ մե ելքը ձեր սերունդին հետ իմ ուխտս պիտի հաստատեմ եւ ձեզի հետ եղող ամեն շնչավոր կենդանիի հետ թե թրջունի, թե անասունի եւ թե ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, տապանեն ելազդրեն ամենուն հետ ու երկրի բոլոր անասունների հետ, ձեզի հետ իմ ուխտս պիտի հաստատեմ, որ անգամ մնալ ամեն մարմին ջրհեղեղի ջուրերեն չկորսվի։ Ոչ ալ նորեն ջրհեղեղը պիտի ըլլա երկիր ավերելու համար, եւ Աստված ըսավ իմ ու ձեր մեջտեղ եւ ձեզի հետ եղող ամեն շնչավոր կենդանի մեջտեղ հավիտենական դայուրը համար ըրած ուխտիս իբր նշան, իմ աղեղս ամպին մեջ պիտի դնեմ, այն պիտի ըլլա իմ ու երկրի մեջտեղ եղած ուխտիս նշանը։ Երբ երկրի վրա ամպ բերեմ, աղեղը ամպին մեջ պիտի տեսնվի։ Աղեղը ամպին մեջ պիտի ըլլա, անոր պիտի նային, որպեսզի Աստծո ու երկրի վրա եղող ամեն մարմինի եւ բոլոր կենդանի անասունի մեջտեղ եղած հավիտենական ուխտս հիշեմ։ Okay, շնորհակալություն։ Ուրեմն ինչի մասին այստեղ խոսում Աստված։ Նորից Աստված առաջին քայլն անում։ Գիտեք, ինչպես փոքր երեխեքը միշտ
կարիք ունեն, որ իրանց ծնողները իրանց հավաստիացնեն, որ ամեն ինչ նորմալ է, մի վախեցեք։ Փոքր երեխեքը միշտ վախկոտ են, չէ՞, որովհետև իրանց անպաշտպան են զգում։ Եվ դրա համար Հիսուս ասում է նման եղեք երեխեքին, այսինքն մենք պետք է հասկանանք, որ առանց Աստծո մենք անպաշտպան ենք։ Եվ միշտ հավաստիացման կարիք ունեն, որ իր ծնողը ասի, մի վախեցի, ամեն ինչ լավ է, ես քեզ կօգնեմ եւ այլն։ Չէ, հիմա նոյը դուրս է եկել եւ շուրջը ամայի է, ոչ ծառ կա, ոչ բան կա։ Մենք որ նոյի տեղ լինենք, ինչպես կզգայինք այդ ժամանակ։ Բայց Աստված այդ գեղեցիկ բանը դրեց հույս տալու եւ քաջարելու նոյի, որ մի վախեցի, ես նորից ուխտ եմ անում, ոչ մի նման բան էլ չի կրկնվի, եւ ես այդ իր սիրո խորհրդանիշն էր, որ ես շարունակում եմ սիրել եւ այլ խոսքերով ասած կօրհնեմ ձեր նոր կյանքը ոնց որ ասած։ Եվ ինքը որ ասում է եւ ես կտեսնեմ այդ ձիածանը եւ կհիշեմ, արդյոք Աստված հիշողության խնդրեմ ունի։ Որ ինքը ձիածանը տնա հիշի, չէ, ավելի շուտ է մեզ ավելաբերում։ Որ մենք տեսնենք, ցավոք այսօր վերջրել են այդ սիմվոլը, խորհրդանիշը եւ լրիվ ուրիշ հիշողությամբ են տարել Աստված իրանց հետ, բայց մենք գիտենք թե ինչի խորհրդանիշ է։ Աստված իրենց տաղավարության մեջ գիտանի ադորամար։ Եվ հետաքրքիրը որն է, որ ջրհեղեղից առաջ Նոյի հետ վիճում էին, ասում են չէ, ջրհեղեղը չի։ Եթե հնարավոր չի, գիտնականները ասում են մինչև հիմա տենց բան չի եղել, ոչինչ բաներ չի նախանշում։ Հետաքրքիր է նա, որ հիմա էլ ասում են, որ չի եղել համաշխարհային ջրհեղեղ։ Հնարավոր չի, որ համաշխարհային ջրհեղեղ եղած։ Այսինքն երկուսն էլ ոնց որ Աստծո դեմ գնալ է, եւ մարդիկ միշտ ինչ որ պատճառ են գտնում, ինչ որ բաներ են իրանց կարծիքներն արտահայտում, որ գիտեք ինչ, դա հավատի բան է, չէ՞։ Այսինքն ասում ես ջրհեղեղ կլինի կամ չի լինի, սրանք ասում են չի լինի։ Սրանք ապացույց չունեն, որտեղից դու գիտեք։ Գիտնականները որտեղից գիտեն թե ինչ կլինի, ինչ չի լինի։ Իրանց տեսանկյունն են ասում, բայց քանի որ իրանք կոչվում են գիտնական, իրանք որոշ հեղինակությունն են մարդկանց մոտ, մարդիկ շատ արագ հավատում են գիտնականների ասածներին, թե կարող է լինի ընդհանրապես միտք, ոչ թե, այսինքն ապացուցված չլինի իրականում, բայց քանի որ անունը գիտնական է, ինքը այդ միտքը արտահայտեց, իրան հավատում են։ Այսինքն երկուսի համար էլ հավատք է պետք։ Հիմա մենք ենք ընտրում, թե որին հավատանք։ Աստված ավելի շատ ապացույցներ է մեզ տվել իր ճշմարտացիության, քան թե գիտնականների ասածները։ Հիմա կարդամ երկրորդ օրինակ 4 գլխի 32-ից 39 համարները։ Արդ քեզմե առաջ եղած օրերեն ի վեր, այսինքն Աստծո մարդը երկրի վրա ստեղծած օրերեն ի վեր, երկնքի մեկ ծայրեր մինչև մյուս ծայրը հարցուր, թե արդյոք այսօրպես մեծ բամը եղած է ու այսօրպես բամը լսված է։ Արդյոք ազգը կրակին մեջ են խոսող Աստծո ձայնը, քու լսածիդ պես լսել ու ողջ մնացել է, կամ թե Աստված մեկ ազգը մյուս ազգերուն մեջ են իրեն առած է, փորձերով, հրաշքներով, զարմանալի գործերով, պատերազմով, զորավոր ձեռքով ու բարձր բազուկով ու մեծ արհավիրքներով, ինչպես ձեր Տեր Աստվածը Եգիպտոսի մեջ ձեզի համար այս բոլոր բաները ըրավ ձեր աչքերուն առջև։ Ասիկա քեզի ցուցուցվեցավ, որպեսի գիտնաս թե Եհովան ինք միայն Աստված է, անկե ուրիշ Աստված չկա։ Քեզ խրատելու համար իր ձայնը երկնքեն լսել տվավ քեզի ու երկրի վրա իր մեծ կրակը քեզի ցուցուց ու անոր խոսքերը կրակին մեջ են լսեցիր։ Քու հայերը սիրելուն համար անոնց ետքը անոնց սերունդը ընտրեց ու իր ներկայությամբ մեծ զորությունով քեզ Եգիպտոսեն հանեց, որպեսի քեզ մեծ ու զորավոր ազգեր քու արջևետ վռնդե ու քեզ տանի անոնց երկիրը, որ քեզի իբր ժառանգ պիտի տա եւ որ այդպես այսօր ժառանգած ես։ Այսօր գիտիր ու սրտիդ մեջ դիր, թե վերը երկնքի մեջ ու վար երկրի վրա Եհովան ինք միայն Աստված է, ուրիշ մը չկա։ Շատ հետաքրքիր համարները,
Այսինքն Աստված եւս մի անգամ հիշատակում է, թե ինքը ինչ է արել։ Հիմա կասեն, օ, արել է, հիմա երեսով է տալի, բայց ինչի է հիշատակում Աստված այդ ամեն ինչը։ Որ հիշացնի։ Ինչի պիտի մարդիկ հիշեն, ինչի կարիք ունեն։ Թե մոռանում են։ Հիշեն անընդհատ։ Ներողություն, գիտնականներն առողջության բան խոսեցա քիչ առաջ։ Գիտնականները ասեց դարիներ առաջ կորեն, որ երգիրը շիդակ երգիր մնե, գլոր չէ։ Եվ վերջը քննությունները դին ասերին աներին, ասին որ երգիրը գլոր է։ Վերջը չէին գիտեր, որ ինչի վրա հաստատված է։ Սուպկրկի մեջ գրած է, որ Աստված երգիրը ճուրերու վրա հաստատեց։ Եվ բացի մի հատ ամերիկացի կախեց անդունդի վրա։ Գրնաս երևակայել, որ ճուրերու վրա հաստատված նախ որ ճուրեր գսես, վերջը հաստատում գսես, կնշանակե երկու կնալ երարու հագասական են։ Ճուրին վրա ինչ կրնաս հաստատել, նավ երբ որ ճուրին վրա ալի միջև վերջ կշարժի։ Բայց ինչպես կրնա ասել սուպկիրկը, որ Աստված ճուրերուն վրա հաստատեց, այսինքն ճուրերուն վրա դրավ սա որ պիտի չի շարժիս, ասի է ծևդ, որտեղի մարդիկը սասոր մեջ պիտի տնեն, մի զավակները սասոր մեջ պիտի փնագին, եւ ես ասի պիտի դարձնեն, որպես ամեն կողմը միևնույն գլիման ունենան, որ գրնան իմ ստեղծագործությունս աճի, Պանչարեղենը աճի բդուները, աճին կենթայիները ապրին, որպեսի բոլոր իմ ստեղծագործությունս, իմ մարդիկս, որ ես իրենց ծրնկունքներուն շունչ տված եմ, անոնք կրնան ապրիլ, ուրեմն ասիկա է, որ կրնան լավ ապրիլ։ Ամենան լավագույն աշխարհը ստեղծեց Աստված մեզի, որ մենք կրնանք ապրիլ։ Ջրի բանով է ինքը շրջապատել, որ ամբողջ տեղը նույն գլիմանը։ Գլիման ամեն իրեն ժամանակներով կա եւ ամեն գլիմայի մեջ իրեն բդուղ, իրեն պանչարեղենը դա որպես ժողովուրդ ապրի կենթայիներ ապրին եւ որովհետեւ ինքը կուզեն մեր Աստվածը լալ, մենք ալ կուզենք իր ժողովուրդը լալ, բայց գույր ժողովուրդը անչափ գույրեր կան, որ մենք պետք է կարողանանք անոնց ցևով վգայել, հասնել, խոսել։ Ես պիտի հաստարարեմ, որ ամեն մարդ ուր որ ալլաս, խանութի մեջ ալլաս, սապրիչին ալլաս, սոս ալլաս, ոն ալլաս, եւ որ մեկը դեսնես, փամը գխոսես, փակ դրոջ այսօր ալավ Աստված մեզի կյանք տվավ։ Ադիգա արդեն իրեն կարդ մնե, որ Աստված մեզի կյանք տվավ։ Ադիգա իր կյանքի մեջ չէ լսած, որ մենք իրեն Աստված մեզի կյանք տվավ է։ Աստվածայությունը դրոջը փակին համար վիլա եւ Աստված ատ խոսքը ատ մարդուն սրտի մեջ պիտի տապանցե։ Դու չես ադիգա անող, դու միան պիտի խոսիս։ Այնադեն դերը պիտի օրտնե։ Այսինքն Աստված սրանովի չէր ուզում ասել, որ ձեր օրհնության եւ ձեր բարեկեցության աղբյուրը ես եմ։ Ամեն։ Դա մի մոռացեք, որովհետեւ երբ որ դուք հեռանում եք ինձանից, կարող է դուք շարունակեք այդ ամեն ինչը ունենալ, բայց դուք արդեն ինչ եք կրնում, աղավաղվում եք, այլասերվում եք, որովհետեւ օրհնության աղբյուրից հեռացել եք։ Եվ դրանով բնականաբար կորցնում են նաև օրհնությունները քիչ-քիչ եւ այն ինչ որ սարքել են փուր, էտել են կորցնում։ Այսինքն այս մյուս համարում, այսինքն այս մյուս չէ, մյուսումը։ So հիմա կարդանք երկրորդ օրինաց 4 գլխի 9 համարը եւ 23 համարը։ 9-րդ համարը միայն քեզի աղեքնա է ու քու հոգիդ շատ զգուշություն ըրե, որ աչքերուդ տեսած բաները չմոռնաս, եւ կյանքիդ բոլոր օրերուն մեջ քու սրտեդ չելեն, այլ անոնքու որդիներուդ ու անոնց որդիներուն սորվեցնես։ 23 համարը զգուշ կեցեք, չլա որ ձեր Տեր Աստծուն ձեզի հետ ըրած ուխտը մոռնաք ու ձեզի կուրկմը կամ որևէ բանի նմանությունը շինեք, որը քու Տեր Աստվածդ քեզի արգիրեց։ Ստեղ պատասխանն, այսքան Աստվածածուն չէ, զգուշ կացեք, մի մոռացեք, որտեղ դրա վերջը ինչ է, եթե որ մոռանում ես։ Ուրք է սարքում։ Ուրք է սարքում մի բանից, որ անշունչ է կամ չգիտեմ, կամ մարդկանց էլ են հիմա կուրք սարքում, որ չի կարա, ինքը Աստված ինքը չի կարա Աստծո գործողությունները անում, ինքը չի սիրում քեզ։ Այսօր շատերը կումիրներ չէ ունեն, այդլ են սարքել մարդկանց, հարուստ կամ չգիտեմ celebrity-ներին և պաշտում են։
Այդ celebrity իսկի պետք չի թե այդ մարդու կյանքում ինչ է կատարվում։ Այո։ Դրամն է որ կբաշխի։ Աստվածը, որ հոգում է մեր մասին, մարդը բացում թողում է, գնում է սկսում է ինչ-որ ունայն բաներ պաշտել։ Երբ որ արդեն բանալում, արդեն ուշ ալում մինչև հասկանում, չնայած երբեք ուշ չի հասնում վերադառնալը։ Էսի ականջներից ով անենք, որ մեր կյանքը միայն կյանք չի, այնքան որ ապրենք գնանք, չէ, մեր կյանքը շատ պատասխանատու գործողություն է, շատ մեծ պատասխանատվություն և մարդ է, այսքան ամեն քայլին դու պիտի որոշում կայացնես, եթե լուրջ ես վերաբերվում կյանքին, ոչ թե ապրում ես, որ կյանքը վայելես, ոնց որ հիմա մարդկանց մեծամասնությունը դրա մասին են մտածում, թե ոնց անեմ, կյանքը վայելեմ, մտածում են, որ դրա մեջ է, բայց կյանքը, երբ որ առանց ստեղծելու, առանց աշխատելու, դու իբր թե վայելում ես կյանքը, այդ ինչ անում, մարդում այլասերում է, չէ, աշխատանքն է, որ մարդում, իհարկե հանգիստ պիտի ունենաս, աշխատում ես, պիտի գնաս հանգստանաս, վայելես քո գործի պտուղները, հանգստանաս, որ նորից էլի ծառայես, մարդկանց ինչ գործ որ անում ես։ Ես մարդումը խոսեցա այս չապատ, մարդը զզված է իր կյանքին, զզված է գիներեն, աշտերեն, աշխարհեն, լման զզված է մսա, աստուծալ չեմ ավադարսա, Սի որ մեկ վարգյան էսի, կեզ երկու նախտաշտին բիցեմ, բգայեցի ես, գեցավ ասան, տուն դարպեր ես սավ, սի որ տուն անույնը բիդելաս։ Մի երդ արատ պանուն է դեմում, որ էսի աչուտ կտեսնի է վերջի ժամանակավոր է։ Իրեն կյանքի փորձառությունը այնչափ շատ թարն եղած է, որտեղ սխալներ ինքը ըրած է։ Այսինքն զորով են մարդ իր կյանքի մեջ չու սադիր, եթե անցը սխալ չնե, իր անցին սխալը դտանի հուսահատության ուսակյան, կայնը որ ադոր մեջ պամը չի կտներ։ Անիգա է, որ ինչ-որ էսիր գուրկ շինեց, տրամը գուրկ շինեց, իր ունեցած նավը գուրկ շինեց, իննաշարժը գուրկ շինեց, իրեն ունեցած երդասարդ գինը գուրկ շինեց, անիալ իրեն չմնաց, այնպես որ ուսադեցավ վերջացավ։ Դրա այս պրոբլեմը ինչից առաջանում, որտեղ նայած մարդ ինչ է լսում, չէ, ամբողջ կողքից էդ է, փող սարքեք, վայելեք, Եվ ըստ այն չի ասում Մովսեսը, և Աստվածաշ մեջի չի ասում, ձեր երեխաներին անընդհատ սովորացրեք, թե որն է ճիշտ, ով է Աստված, հանդու չես մոռանա, չէ, թե ով է քեզ ստեղծել, դու ես պատկանում, և ի՞նչն է քո կյանքի նպատակը, այդ է հիշելու նպատակը, ոչ թե միայն հիշես, որ Աստված կա, բայց այդ հիշելը, որ Աստված է քո կյանքի տնօրենը, որ դու պատասխանատու ես Աստծո առաջ, այդ արդեն փոխում է քո կյանքը, այդ է կարևորը հիշելու մեջ, և երեխան չի նշանակում, որ երեխուդ պիտի նստեցնես, առավոտից իրգուն Աստվածաշունչ կարդաս, ասես լսի, չէ, բայց ամեն քայլափոխին, իհարկե օրը որ at least 2 անգամ պիտի իր հետ մեկ առավոտ մեկ իրգուն Աստվածաշունչը կարդաս և բացատրես, սա ծնողի առաջին պարտականությունն է, քրիստոնյա ծնողի, չեմ ասում լավ կլներ իհարկե բոլորներ բան ամեն ինչ, բայց եթե ուզում ենք, որ մեր երեխեքը մեծանան այնպես, ոնց որ մենք ենք ուզում, մենք պիտի օրինակ ծառայենք, ոնց որ Հիսուսը ներկայացնում է հորը, նենց էլ մենք պիտի ներկայացնենք Հիսուսին մեր երեխեքի առջև, և ամեն քայլափոխին իրանք պիտի սովորացնենք, թե ինչ դուշությամբ իրանք պիտի որոշում ներկայացնեն, ինչ հիմքի վրա պիտի այդ որոշումները կայացնեն։ Այսինքն, եթե դու ուզում ես սովորես էսի ավարտես, ինչ է քո նպատակը։ Եվ տենորը վահի հետ խոսում ենք, ասում այն չկապ, մի կարող որ փող սարքեմ, ասի չէ տղա ջան։ Մենք չենք եկել այս աշխարհ, որ փող սարքենք։ Մենք եկել ենք այս աշխարհ, որ պիտանի գործ անենք։ Պետք չի, համ քեզ վնաս կտաս, երբ որ ոչ պիտանի գործով փող աշխատես, համեր, այսքան էդ էլ է, չէ, սովորացնում ես Աստծո ճամփան, Աստված մենք ստեղծել է, որ մենք պիտանի գործ անենք, ոչ թե աշխարհը հետ է սովորացնում, ասում ոնց ուզում եք փող սարքեք, հարգանք կվայելեք, տենց բան չկա, կարող է անխելքների մոտ հարգանք վայելես, որ մենակ փող է տենում, ուրիշ բան չեն տենում,
Բայց հենց այդ է իմաստը, որ երեխեքի իրական արժեքներ կաս, որ երեխեքից սովորացնես թե ինչն է կյանքում կարևոր, բայց դա երբ կարաս անես, երբ որ ինքդ լրջորեն ես վերաբերվում Աստծո խոսքին, երբ որ ինքդ հիշում ես ու չես մոռանում Աստծո խոսքը, եւ այդ ձևով քայլում ես, եւ իրանք քո օրինակն էլ տեսնում են, որտեղ իրանք շատ ուշադիր են ծնողներին, շատ, իրանք երբ որ երեխեն փոքր է, իրանք գուկայի պես են, ամեն ինֆորմացիան սեծ ուղղակի գնում է օտապվում է իրանց մեջ, եւ շատ կարևոր որ մենք հետևենք այդ մեր ծնողի իրավունքն է եւ պարտականությունը, թե իմ երեխու մեջ ինչ ինֆորմացիա է գնում։ Ես պիտի ընտրեմ, ես պիտի իմանամ դպրոցում ինչ են իրան սովորացնում։ Արդյոք սովորացնում են ինչ որ հակառակ Աստվածաշնչին, այդ բան արդեն վտանգ է։ Դու այդ չես կարող, շատ դժվար կլինի քո երեխուն հետ բերես։ Այսինքն, այս ամեն ինչը մեծ պարտականություն է։ Կյանքը անենց չի, չէ՞, որ կյանքը կապրենք, էլի կա գնանք, կամ երեխա է, մեծանա կհասկանա, չէ։ Իրանք առաջնորդության կարիք ունեն, ամեն քայլին, այս նկատի ուներ Մովսեսը, որ ասում էր։ Եվ ճիշտ առաջնորդության մասին, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Հիմա կարդանք երկրորդ օրինաց 8 գլխի 7-ից 10 համարները։ Քանզի քու Տեր Աստվածդ աղեք երկիրը պիտի տանի քեզ, այնպիսի երկիրը, որ թաշտերեն ու լեռներեն բխող քեդերով, աղբյուրներով, որ խորունգ ջրերով լեցուն է, այնպիսի երկիրը, որ ցորենով, քարիով, այքիներով, թզեներով եւ նռներով լեցուն է, յուղ դվող ձիթեններու ու մեղրի երկիր, այնպիսի երկիրը, ուր կուշտ հաց պիտի ուտես ու անոր մեջ որևէ բան պիտի չի բացի քեզի, երկիրը, որոնք քարերը երկաթ են ու անոր լեռներեն բղինց կրնաս անել։ Ուստի երբ կշտանա ուդես եւ կշտանաս, քու Տեր Աստվածդ օրհնե այն աղեք երկիրը քեզ տալու համար։ Մինչև 18 համարը կարդացնի։ Չէ 11-ն էր։ Okay։ Քու անցից ըսկուշությունները չլավր քու Տեր Աստվածդ մոռնաս ու չպահես անոր պատվիրանքները, օրենքներն ու կանոնները, որոնք ես այսօր քեզի կպատվիրեմ։ Երբ ուտես ու կշտանաս եւ գեղեցիկ տուներ շինես ու փնագիս անոնց մեջ, ու երբ արջարներդ ու հոդերդ շատնան ու նաեւ արձածդ ու ոսկիդ շատնան, եւ քու բոլոր ունեցածդ շատնա, թող սիրտդ չհբարդանա, եւ քու Տեր Աստվածդ չմոռնաս, որ Եգիպտացիներու երկրեն ծառայության դունեն քեզ հանեց, եւ այն մեծ ու ահագին եւ խայթող օծերով ու կարիճներով լեցուն չոր ու անչուր անաբադին մեջ քեզ պդծուց ու քեզի աբարաժեն չուր հանեց եւ անաբադին մեջ քու հայրուց չջանցած մանանայովը քեզ գերագրեց որբեսի քեզ խոնարեցնե ու փորձե եւ վերջ քեզի բարի կնե սրդիդ մեջ մի իսեր թե այս հարստությունը իմ կարողությունովս ու իմ ցերքիս ուժով վաստգեցա հաբա քու Տեր Աստվածդ հիշե քանզի հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը ան է որբեսի քու հայրուդ իր երթումով ըրած ուխտը հաստատե, ինչպես այսօր կտեսնես։ Ամեն։ Այսինքն, տեսեք, Աստված նախորդ զգուշացնում է, այս մարդիկ անապատի մեջ էին, ոչինչ չունեին, ունեին լիվստոկ, ունեին այդ անասունները բաները, բայց ինչի մեջ էին ապրում, վրանների մեջ էին չի ապրում, ոչ տուն ունեին, ոչ բան, Աստված ողորմած իրանց, տարավ պատրաստի տներ, այգիներով, այդ ծառերով, ամեն ինչով տվեց, բայց Աստված լավ գիտի մարդու մեղավոր բնությունը չէ, եւ դրա համար նախորոք զգուշացրեց։ Այսօր ինչքան երեխեք են մոռանում իրանց ծնողներին, երբ որ ծնողը ամեն ինչ տվել է եւ արդեն ծեր է, կարիք ունի հոգատարության, բայց այսօր մոռանում են այդ ծնողներին, վայելում են ծնողների աշխատանքը, բայց մոռանում են այդ ծնողներին։ Եվ ստեղ Աստված ինչ էր ուզում ասել։ Ասել թե կարող ասել լավ, ինչի Աստված այդ մասին մտածում, թող վայել է մարդը։ Բայց որովհետև էլի, երբ որ մարդ կշտանում է եւ ինքը սկսում է կուրք սարքել այդ ամեն բարիքները, որ Աստված իրան տվել է, ինքը սկսում է այլասերվել։ Այսինքն ինքը նորից հեռանում է Աստծուց, օրհնության։ Դրա համար, երբ որ Աստված ինչ է տալիս է մեզ, առաջին Աստված մեզ տալիս է ինչ որ մեզ պետք է։ Սկզբում երբ որ եկա Ամերիկա նկատեցի, որ բժիշկները արագաթած ավտոներ են քշում այդ փոքր Corvette կամ չգիտեմ ինչ,
մտածեցի ասի փող ունեն, դրա համար եմ տենց ավտոներ քշում, բայց հետո հասկացա, որ իրանց պետք է այդ մեքենաները։ Այսինքն զանգում ասում են քո հիվանդը ծնդաբերում, ակո հիվանդաթորք, տիարակ քշի հասնի, չէ։ Այսինքն ինչ որ ասված մեզ տալիս է, կամ թեկուզ տվեց իսրայելցին, ինքը տալիս է նպատակով, որ մենք էդի ճիշտ նպատակով օգտագործենք։ Երբ որ տեսնում է, որ մենք սխալ նպատակով ենք օգտագործում ենք, մեր բարձրացնելու համար, տես ինքը ասում է, որ չասես իմ կարողության համար, այսօր մարդիկ ինչ են անում իրանց փողերով։ Իրանց են բարձրացնում։ Օ, ես այսքան գնանոց շոր եմ հագել, ես այսքան գնանոց տուն ունեմ, չգիտեմ ինչ ունեմ, այսինքն մրցման մեջ են իրար հետ ընկել, շատ սարսափելի մրցման, որ իրանց վրա բեռ են դրել, շատ ծանր բեռ, եւ անհանգիստը տենց ապրում են իրար նայելով, նախանձելով, մրցում տալով, տեսնում եք ինչի է հասցնում։ Երբ որ նյութական կշտանում ես, նյութական բարիքների հետևից ես ընկնում, երբ որ արդեն Աստծուն չես նշмарում, երբ որ մոռանում ես Աստծուն։ Այսինքն, երբ որ Աստծուն հիշում ես Աստծո արածները, ինչ է այդ քեզ օգնում, որ դու ապրես Աստծո ասացի պես, ապրես խոնար, ապրես ուրիշներին օգնելով, ապրես ոչ միայն քո մասին մտածելով, չէ, որտեղ հարստությունը ունենալը, եթե քո մաքուր աշխատանքով, ես քո մաքուր քրտինքով ես ձեռք բերել, մեղք չի, չէ։ Աստված ուզում է, որ մենք աշխատասեր լինենք ունենանք, բայց Աստված պրոբլեմը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք ինչի համար ենք օգտագործում։ Մենք ասում ենք, ես քան քրտինք հետ ապ ինչի պիտի սրան օգնեմ, նրան օգնեմ։ Գիտեմ, մի հատ աղջիկ է նոր ասեց Հայաստանում, ինչ որ մի մարդ բիզնեսներ ունի, եւ շատ հարուստ է, շատ։ Ունի ծելախրանիցներ, բոդիգարդեր եւ այլն մեծ տուն։ Ուրեմն այս մարդը ոչ մեկին չի օգնում։ Նույնիսկ այն շորերը, որ ամեն սեզոն ինքը փոխում է, ինքը չի թողում, որ իրակին ինչ որ մեկին տա։ Ինքը վերցնում այդ շորերը, դնում է բանի մեջ, այսինքն շորեր, որ հələ կարելի է օգտագործել, այն մարդիկ, որ չունեն, իրանց տա, չէ՞։ Իրանք շատ արագ շուշուտ են փոխում նրանց շորերը։ Դնում է եւ վառում այդ շորերը։ Էլ չեմ խոսում ուտելիքի մասին։ Կինը մայր ունի, չի թողում, որ կինը նույնիսկ $10 տա մորը իրա։ Նույնիսկ շոր տա, ուտելիք տա։ Այսինքն ինքը ասում է, իմ աշխատանքն է, ինչի պիտի ուրիշը վայելի։ Եվ նույնիսկ անում այդ դրա մոտ, նայում է, որ մինչև վերջ վառվի, որ հանկարծ մի ուրիշը չգա, այսպիսա վառված շոր։ Այսինքն հասկանում եք ինչ է կատարվում։ Այս մարդը մեղք կա։ Շատ մեղք կա։ Այդքան մեղք չեն այն մարդիկ, ովքեր օգնության ինքը որ այդ շորեն վրան ինքը բիերտաբինա բիդա բարի օրման։ Բուժվելու պետք է։ So, yeah, դա արդեն մտավոր հոգեկան հիվանդություն է։ Այսինքն տեսեք ինչի է հասցնում, երբ որ դու մոռանում ես Աստծո, ինչ է նշանակում Աստծուն հիշել։ Չի նշանակում մենակ հիշել, որ ինքը երկնքում է կամ ինչ որ բան արեց մեր համար, այլ ինչ է հիշել, իր օրենքը։ Ինչ Աստված ասում է, ոնց ապրես, որ երջանիկ լինես։ Ոնց ապրեք, որ երջանիկ լինեք։ Այսօր մի հատ քարոզիչ կարճ բան էր, շատ հետաքրքիր բան ասեց քարոզ էր կարծում, իր հավատացյալներին ասեց, գիտեք, երբ որ ձեր մեջ նախանձ կա, նշանակում է պրոբլեմ ունեք։ Եթե նախանձում եք, որ հարևանը ես ունեցավ, ես չես ունեցավ, եւ ասում մի հատ առակ կա, որ ոսկե ձկնիկը մի մարդ ասում է, գիտես դու ինչ ուզես, ես քեզ կտամ։ Մենակ մի պայմանով, քո հարևանին 10 անգամ դրանից ավել եմ տալու։ Եվ ես ասում եմ, լավ, էսի տունը ազում, սրան տունը տայր, դեք մա հարևանը 10 հատ տուն ունեցավ։ Ուրիշ բանը ազում, հարևանը 10 հատ ունեցավ, էսի չի կարող տանի այդ պրոբլեմը։ Գժվեցավ։ Եվ գիտեք ինչ խնդրում Աստծուց, ասում է ինձի միկրոինֆարկտ տուր, միկրոինֆարկտ ստանամ, որ հարևան ավելի 10 անգամ ավելի, պատկերացնում եք մարդու վիճակը։ Այսինքն երբ որ մարդ մոռանում է Աստծո օրենքով, Աստծո օրենքը, ինչ Աստծո օրենքը ներկայացնում Աստծուն, չէ՞։ Աստված որ ասում է հիշի մի մոռացի, այսինքն իր նկարագիրն է։ Մենք չպիտի մոռանանք Աստծո նկարագիրը իր արածը, որպեսզի ինչի համար։ Աստծո կապրիզն է, չէ՞ որ չայլասերենք։ Երբ որ մենք այլասերում ենք, մեր կյանքը դառնում է դժոխք։ Ես օրինակ եմ գտնում։ Ասկեց 20 տարիներ առաջ էր։ Մոտավորապես 20 տարիներ առաջ։
քույր մերացայնեց քաղաքեմը։ Սարգիս եղբայրը սա ուզեմ որ անպայման հոսքաս։ Ինչ կասի, ասկուրը մահացավ, իդերն ընչեց։ Սարգիս եղբայրը սա աս քաղաքին մեջ սա ժողովուրդը սա մեր հայ ժողովուրդը սա մրցումի ելած է իրարու հետ սա։ Ինչ տեսակ մրցումի ելեր էսի, սա որ մեկը սա աթոր գարնե, մյուսը գերտա նույն աթորեն անյալ գարնե, մյուսը գերտա նույն աթորեն ավելի լավ ավելի գարնե, վերջը սա ասոնք բարկի տակ կմնան եւ կուքան ինձ կամ ուրիշներուն տրամ գուզեն որպես իրենց պարտ կվճարեն։ Աս վիճակեն սա ինչպես կրնան ազատվի։ Սի որ ադիջի սադանային վիճակն է։ Իրանք ուղղակի դժոխային վիճակ ունի։ Նույնիսկ լսել եմ, որ ասենք թե գնում են ծնունդ կամ հարսանի, ռեստորանա ինչա։ Իրանք լավ ավտո չունեն, բայց իրանք եկափող են տալի, լավ ավտո են բարձում, որ գնան ուտել, որ ուրիշները տենան, ասեն, էսի էս ավտո է։ Ավտո դեգա, վա։ Ասված գիտես, ասոր մեկ հատ օրինակ տվավ, աս հարցով մեկ հատ օրինակ տվավ, գեհիշես, Նապոլեոնոսոր թագավորը ինչ եղավ Բալադին վրա։ Ասիգա ասավ բոլորը եսերի, ասված իրեն հոն էշրավ, անդար գրգեց։ Էշից բեթար։ Հա, և 7 տարի խոդը գերավ, վրան կրճունի պեդուրները սկսավ ելել, մինչև որ գլուխի երգավ, որ ինքը էշ եղեր է, կանի որ իրեն հբարտեն են։ Մին եղվիկ անոնք, որոնք կլսեն որ աս վիդյոն, անոնք, որոնք աս Նապոլեոնոսոր թագավորի պես կխորին, որ իրենք շատ մեծ հարստացան, պետք է գիտնան, որ իրենք էշ եղան արդեն, պետք չունին անդար երտալու։ Արդեն հիմա արդեն էշի պես են իրենք, որտև ադոնք գշարգեն, որ իրենց եսի և իրենց եսի կտանին, որ արջև։ Բայց ինչի ասված թույլ տվեց, որ հենց էդ է ուզում ասել Նապոլեոնոսորը դառնա կենթանի, որտև սիրում էր Նապոլեոնոսորին։ Ինքը թույլ տվեց, որ Նապոլեոնոսորը հասկանա, որ ինքը մենք եկել ենք մեկ աշխարհ, շատ տկար ուղեղով, երեխու ուղեղը ինչ է։ Բայց ոնց է մարդը զարգանում երեխեն։ Պետք է իրան ճիշտ ծնում, պետք է իրան հոգևոր ճիշտ ծնում, մտավոր ճիշտ ծնում, որ և մտավոր ճիշտ զարգանա, և հոգևոր, այսքան էդ պիտի ծնողները ապահովեն, շատ բան կախված է ծնողներից, փոքրուց սովորացնեն, փոքրուց ներդնեն, փոքրուց առաջնորդեն, և հիմա էդ էր ասածս, որ երբ որ ասված մեզ այնց մի բան է խլում, մենք չպիտի այնքան սիրենք ապրանքը, որ տխրենք, որ էդի մեզ այնց վեճ ծվեց։ Ուրեմն այդ ապրանքը, երբ որ ես մի բան եմ ասում ասված ջան, երբ որ այս ապրանքը սկսի ինձ խանգարել, երբ որ մտնին իմ ու քո արանքը, խնդրում եմ այդ ապրանքը վերացրա, մեջտեղից տար, որտեղ ինձ պետք չի։ Ես չեմ ուզում քեզ խոցնեմ։ Այդ ժամանակավոր այն օրը Վահեդ ենք խոսում, ասում մամ ասում ժամանակը իլյուզիա է, այսինքն իլյուզիա հայերեն ասեցի երևակայություն։ Չէ բալես ասի մեր համար, որ լիմիտ է մեր, լիմիտավորված է մեր կյանքը, իլյուզիա չի։ Իրոք ժամանակը, մենք ժամանակը սահմանափակ է։ Եվ ժամանակը մեր համար շատ կարևոր նշանակություն դրա համար չեմ ասում, ծախու է ժամանակը, չէ։ Բայց ասի, երբ որ հավիտենականություն լինի, մահ չլինի, այո, ժամանակը արդեն իմաստ չկա ժամանակը, երբ որ մահ չկա։ Եվ այս հրա ինչի համար էսի ասեցի, այսինքն, այն ինչ որ Աստված այս լիմիտավորված ժամանակ մեզ տալիս է, չկարծենք, թե մենք հավետ ապրելու ենք, այս ամեն ինչ որ մենք ունենք, չէ, մերը չի։ Ինքը տվելով քանի ապրում ես, այս ժամանակամիջոցում, ասենք թե բժիշկ ես աշխատում, օքեյ, դու պիտի այս ավտոն քշես, որ շուտ հասնես քո հիվանդներին, չէ։ Ոչ թե այդ բժշկի մեծարման համար է, որտեղ ավտոն տեղափոխման միջոց է ընդամենը։ Կամ այս տունը քեզի պետք է, որտեղ դու շատ հյուրեր ես ունենալու, որտեղ ասենք թե քո կեսրարը, վիսուրը կամ չգիտեմ զոքանջը, այս ինչը գալու է հետը տապի, չէ։ Աստված ամեն ինչը տալիս է նպատակով։ Եթե մենք ճիշտ հասկանանք Աստծո նպատակը եւ հետևենք դրան, այլ ոչ թե ասենք, ինչի՞ սա պետք որ ես վիսուր կեսրարը գասել դրո։ Մենք տունը, թող ապրեն, Աստծո կարգն է տենց, որ դու Աստծո սերը իրանց ցույց տաս։ Բայց հենց այդ է, որ մենք ճիշտ պիտի օգտագործենք Աստծո տված բարիքները, մենք բայց շատ մարդիկ ասում են, ես իմ ուժերով եմ, բայց Աստված է տվել քեզ խելք, Աստված է քեզ տվել առողջություն, Աստված է քեզ տվել ամեն ինչ, եւ ստե Աստված հենց այդ մասն է հիմնական ասում, որ
հիշեք, որ դա ձեր շնորհքը չի, իմ շնորհքն է։ Եվ կարդանք երկրորդ օրինաց 5:15 Այստեղ շատ համարներ է, բայց կարելի է մի երկու եկած է կարդալ։ Երկրորդ օրինաց 5:15 կամ եւ 6:12 Ես 5-ը կարդամ, ուրիշ մեկը 6 թողնեմ։ 12-ը 5:15 Միտքդ բեր թե դու Եգիպտոսի երկրի մեջ ծառա էիր ու քու տեր Աստծուց զորավոր ձեռքով ու բարձր բազուկով քեզ անգեհանեց։ Անոր համար քու տեր Աստվածդ քեզի պատվիրեց, որ հանգստության օրը պահես։ Ահա Եվ 12-ը զգուշ կեցիր, որ չլա, թե քեզ Եգիպտոսի երկրեն ծառայության տունեն հանող տերը մոռնաս։ Ամեն։ Այո։ Եվ մի համարներ ինչ ասում են, հիշի, որ չգիտեմ, ես 15-ում որ ասում հիշի, որ ուղղ է։ Այսինքն այս 5-15 է ասում, մի Հա։ համարներ, 5-15-ում չէ 15-15 Ծառա էիր ասма։ Հիշիր, որ ասма ծառա։ Միտքդ բեր, այո, միտքդ բեր, թե դու Եգիպտոսի երկրի մեջ ծառա էիր, կամ ստրուկ էիր։ Երկու բան մարդը հիշի, շատ կարևոր է, որ ինչ որ ինքը ունի լավ բաներ է ասուցա, եւ մենք ընդհանրեն ինչ էին։ Ծառա էիր։ Ծառա, այսինքն մենք ինչի ծառա էին։ Մեղքի։ Այո, Եգիպտոսում եւ այստեղ Պրոբլեմա գալի հավատացյալների ընտանիքների երեխեքի հետ, որովհետև իրանք չեն զգում այդ մոմենտը, որ իրանք պիտի ընտրություն անեն, իրանք պիտի ընտրեն Աստծուն, կարծում են, թե ոնց որ հրեաներ ասեն, մենք Աբրահամի որդիքն ենք, Հիսուս ասեց, թե Աբրահամի որդիքն եք, Աբրահամի գործերը արեք, եթե չանեք, ոչ մի օգուտ ձեզ չի տա, այսինքն, եթե մեկ ասի գիտեք, ես ես ինչ հայտնի իմ հերը հավատացյալը լավն այս այն, դա չի օգնում։ Հա։ Եթե երեխեն ինքը իր համար ընտրություն անի եւ Եփեսացիների 2 գլխի 2:8-ից 13 համարները։ Եփեսացիս 2 8-ից 13 համարները։ Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով եւ այո ոչ թե ձեզմե, հապա Աստծո պարգևն է, ոչ թե գործեր են, որ մեկը չպարծենա, բազի մենք անոր ձեռագործն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի գործերի համար։ Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի անոնց մեջ քալենք։ Ուստի միտքերնիդ բերեք, այսինքն հիշեք, թե դուք ատենմը մարմնով հեթանոս լալով, որոնք անթրպատված կսեպվեին, անոնց մե որոնք թրպատված կոչվին ինքնին, մարմնի մեջ ձեռքով եղած, որ այնատեն դուք առանց Քրիստոսի եք ու հեռացած եք Իսրայելի հասարակութենեն եւ օտարացած խոստումի ուխտերեն եւ հույս մնալ չունեիք եւ աշխարհի մեջ անաստված էիք, բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք որ ատեն հեռավոր էիք, մերձավոր եղաք Քրիստոսի այրունով։ Այսինքն այս ամբողջ թեմայի հիմնական իմաստը ինչ է, որ մենք հիշենք մենք ով ենք, չմոռանանք, որ մենք առանց Աստծո Ոչինչ ենք։ ընդհանրապես մեղավոր մարդ ենք, մեղքերի Այո։ Այսինքն ինչ որ լավ բան կա, Պողոս ասում է, ինչ որ լավ բան կա, Աստծոց է։ Ես գիտեմ, որ մեջ լավ բան չկա։ Պողոս այդ երկու բանը հիշում է։ Հա։ Որ Աստծո արածները եւ մեր մեղավորությունը։ Երբ որ մենք էս հիշենք, մենք ճիշտ ճանապարհով կգնանք, մենք խոնարհ կքայլենք։ Մենք մեր ունեցվածքը կօգտագործենք Աստծո փառքի համար, ոչ թե մեզ մեծարելու համար, որտեղ մենք գիտենք, որ մենք մեծարման արժանի չենք։ Եվ թող Աստված օգնի մեզ, որ այս խոսքերը դաջվի, որ մենք մեր կյանքում միշտ Աստծուն մեծարենք եւ երբեք չմտածենք, որ մենք մեծարման կարիք ունենք, այսինքն մենք արժանի ենք մեծարման երբեք։ Կապ չունի ինչքան գեղեցիկ մարմին ունես, ինչքան խելացի ես, ինչ ես այսօր մարդիկ դնում են, որպեսի լայքեր հավաքեն, չէ, ես ինչ։ Հա։ Այսինքն ոնց որ Իրանք իրանց են ցույց տալիս։
վատ վիճակում են այդ մարդիկ, այդքան բան։ Եվ White-ն գրել է ինքնասիրահարվածությունը տանում է այլասերման։ Եվ շատ զգուշ լինի այս հարցում, որտեղ իրանք այդպես են, մենք կարող ուրիշ ձևով ենք մեզ մեծանում հասկանում, մեր մտքի մեջ կամ ուրիշ ձևով։ Տարբեր կարալի, բայց մեղքը մնման մեղ։ Եվ վերջում կարդանք հատված նահապետների և նահապետների գրքից, որքան մեծ է Աստծո ներողամտությունը և կարեկցանքը իր մեղավոր արարածների նկատմամբ, որ նա գեղեցիկ ծիածան է դնում ամպերի մեջ, որպես մարդկանց հետ իր ուխտի նշան։ Տերը հայտարարում է, որ երբ նայում է կամարին, հիշում է իր արած ուխտը։ Սա բնավ չի նշանակում, որ նա մոռանում է դրա մասին, սակայն նա մեզ հետ խոսում է մեզ հասկանալի լեզվով, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք իրեն։ Աստծո նպատակն էր, որ երբետակա սերունդները, նրանց երեխաները հարցնեին երկնքում սփռված փառահեղ կամարի նշանակությունը, նրանց ծնողները իրենց պատմեն ջրհեղեղի պատմությունը և պատմեն նրանց, որ Բարձրյալը կորացրել է աղեղը և տեղադրել այն ամպերի մեջ, որպես հավաստիացում, որ ջրերն այլևս երբեք չեն հեղեղի երկիրը։ Այսպիսով սերնդեսերունդ այն կվկայի մարդու նկատմամբ Աստծո սիրո մասին և կամրացնի մարդու վստահությունն առ Աստված։ Մարդիկ ասում են, որ դա ֆիզիկայի օրենքա չէ, լույսը և իրոք տենց է։ Լույսը ջարդվում է, կոտրվում է և այդ գույներն են առաջանում։ Նայած ինչ անկյունի տակ ես նայում, չէ՞։ Բայց ով այդ օրենքները դրել ֆիզիկայի։ Աստված, էլի Աստված։ Այսինքն, երբ որ վերցնում են և Աստծո ստեղծած օրենքները զատում են իրանից, և բարոյական օրենքները, և ֆիզիկական օրենքները, որ կա, և դրանք գոյություն ունեն, և մարդիկ ուսումնասիրում են, որպեսզի հասկանան, չէ։ Այսինքն, այդ օրենքն էլ է, չէ, Աստված ստեղծել։ Եվ երբեմն ասում են, այս հավատացյալները կարծում են, թե Աստված վերցնում է, դնում է, ստեղ որ սենց գրածը չի նշանակում, որ էդի նկատի ունի։ Հա, այդ օրենքը դրել է Աստված, որ այդ լույսի միջով բանը, ջրի միջով, ջրի կաթիլների միջով լույսը կոտրվում է և դες տարբեր երաններ ունի։ Այսինքն հիմա նայեք, վերջում մի հատ հարց տամ, որ այս աշտարակ սարքողները իրանք մոռացան, իրանք աշտարակ են սարքում, որ փրկվեն հաջող ջրհեղեղի, չէ, իրանք մոռացել են, որ Աստված խոսքա տվել, որ համաշխարհային ջրհեղեղ չի լինելու։ Զինազանն ամորձել էին։ Չէին մոռացել, հակառակ էին, հակառակվում էին։ Այ հենց այդ, այսինքն, որպեսի օրհնությունը ստանաս, ինչ պիտի անես, ասում դի ով բան անես, չէ, հնազանդվես, բայց իրանք ուզում էին մի ճամփա ստեղծեին, որ մեղավոր ապրելով Աստծուց հեռու լինեին, Աստված չկարանալ, բայց Աստծո նպատակը ինչ է, որ մեզ դաստիարակի, երբ որ մի բան մեզնից խլում է, երբ որ մենք հիվանդանում ենք, ինչի համար, մեր խոնարհվելու համար, ամեն ինչի համար մենք պիտի փառք տանք Աստծուն, որտեղ ասում է իր սիրողների համար, ինչ որ անում Աստված դեպի բարին անում։ Աստված օրհնի, որ մենք այս մտքով շարժվենք կյանքում եւ մեր կողքի մարդկանց էլ մեր երեխեքին էլ Աստվածնենք։ Ամեն։ վկայենք, ամեն։